Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Ժողովուրդ ջան, ես այսօր շատ երկար չեմ խոսելու, նախ չգիտեմ ինչքան տեղ ունեմ հեռախոսիս մեջ, երկրորդն էլ կաշխատեմ ավելի ձեզ չձանձրացնեմ, ձեզանից շատ ժամանակ չխալեմ, ավելի կարճ կոնկրետ լինեմ։ Ժողովուրդ ջան, ուրեմն այս երկու հոգու եմ ուզում անդրադառնալ, որ ինչ-որ հայաքվե հարցազրույցի էր հրավիրված, հայաքվե այդ բանում նոր ալիք է բացվել, որը հենց տենց էլ կոչվում է հայաքվե, ու մի հատ շատ սարսափելի, սենց վախենալու անդուր տիկին է վարում այդ հաղորդումը, ու մասնակիցն էլ, ով որ հարցազրույց էր տալի, բավականին անդուր տիպեր, Մենուա Սողոմոնյան, ինչ-որ հայաքվեի ինչ-որ միջազգայնագետ իբր թե։ Ժողովուրդ ջան, տեղից ելնողը իրան հայտարարում է միջազգայնագետ, վերլուծաբան, հոգեբան, չգիտեմ ինչ, ու ավել պակաս դուրս են տալիս եթերներում։ Այս մարդը փաստորեն հանեց սեղանին դրեց էլի, եվս մեկը, որ հանեց սեղանին դրեց իր ռուսական FSB-ի վկայականը, ամեն ինչ լավ չի, ոչ մեկի հետ պետք չի հարաբերվել, պետք է միայն Ռուսաստանի պոչից բռնել ու Ռուսաստանի հետ գնալ անդոնդը։ Սպասելի էր, որովհետև պարզ է հայաքվեն ինչ պիտի ասեր։ Մյուսը ու մասին ուզում եմ խոսել, դա Յուլիա Անտոնյան, մարդագետ, ժողովուրդ ջան, շատ գիրտ, շատ զարգացած, շատ խելացի մի կին, երիտասարդ բավականին, որ ուղղակի անենց ոնց ասեմ, ճիշտ բացատրեց հիմիկվա մեր այս ժողովրդի հոգեվիճակը, այսինքն փաստերով, վերլուծություններով ցույց տվեց, որ իրոք դա գալիս է հնուց, այսինքն այն ժամանակներից, երբ որ Հայաստանը եղել է Սովետ միության մաս։ Գիտեք այն ժամանակ ոնց էր, ժողովուրդ ջան, ով որ այդ Սովետ միության տարիներին ապրել է, հոյակապ գիտի, որ ժողովրդին ոչ մի արտոնություն, ոչ մի միջոց չէր տրված, ամբողջը պետության ձեռքին էր, դրա համար էլ ժողովուրդը ամեն ինչ սպասում էր պետությունից։ Հիմա այդ հոգեբանությունը մնացել է նույնը, ժողովուրդ ջան, շատ դժվար է այդ հոգեբանությունը փոխելը ու պիտի հասկանանք պատճառները, ինչի համար է մնացել նույնը, հենց թեկուզ այդ, գիտեք ինչ, հիմա ասում ենք փող վերցրեցին, կաշառք վերցրեցին, այս արեցին, այն արեցին, բայց դրանց մեջ կա մի մասա, ժողովուրդ ջան, որ երազում է հնի վերադարձը, նույնիսկ տեսնում է Հայաստանը միայն վերականգնվող իբր թե այդ միությունում, թե ինչ միություն կլինի այս անգամ չգիտեմ, բայց բաց տեքստով Պուտինը ասեց, որ ուզում են վերականգնել այդ հանրապետությունների միությունը, բայց ինչ տիպի պիտի լինի այս անգամ դեռ հայտնի չի, պարզապես պայքարում են ամեն գնով, որ հանգարց ոչ մի նախկին Սովետ միության հանրապետություն դուրս չգա իրենց ազդեցության ոլորտից։ Իսկ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ, Վրաստանն էլ որոշ չափով նրանց հաջողվեց սանձել Վրաստանին, բայց որոշ չափով, որովհետև մյուս ուժերը, դեմոկրատական ուժերը չեն դադարում պայքարել։ Իսկ Ադրբեջանը նրանով դուրս գալիս ազդեցության ոլորտից չի ուզում ոչ մի գործ ունենալ
Ռուսաստանի հետ չնայած առաջարկներ կան, բայց ամենակարևոր բանը, որից խուսափում է Ադրբեջանը ու ճիշտ է անում, դա այն է, որ Ռուսաստանը ուզում է նորից սրել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը, նորից թեժացնել այդ կրակը, նորից պայքարը, որպեսզի ինքը կարողանա երկու հանրապետությունի հախիցել գա, այսինքն նրանց դուր չի եկել մեր այս խաղաղության նախնական պայմանագիրը եւ ձգտումը հաստատել երկարատև ու հաստատուն խաղաղություն, դա դուր չի եկել իրանց եւ ամեն կերպ փորձում են խանգարել եւ բացի դա խանգարելով, կոնֆլիկտ մտցնելով մեր երկու նորից ժողովուրդների մեջ, հանրապետությունների մեջ, նրանք դրանով կարող են հարվածել Տրամպի նպատակներին, չեզոքացնել, լիկվիդացնել Տրամպի ճանապարհը, փոխարենը ոգևորում են Ադրբեջանին, որ քեզ համար ավելի լավը, ավելի ձեռնատու է նոյեմբերի 9-ի պայմանագրով Սյունիքով միջանցք բացելը եւ իհարկե ռուսական FSB-ի այնտեղ ներկա գտնվելը, բայց Ալիևը խելքը հացի հետ չի կերել, որ գնա նման քայլի, որովհետև Ալիևը առանց էնել պատժամիջոցների վտանգի տակ է, որովհետև բոլորն էլ գիտեն, Ամերիկան էլ լավ գիտի, որ Ադրբեջանը օգնել է Ռուսաստանին շրջանցելու պատժամիջոցները։ Ժողովուրդ ջան, այնց որ դրանց դուր չի եկել այդ հանգամանքը, դրա համար ուզում են նորից թեժացնել ամեն ձևով, ամեն գնով ու հատուկ մարդիկ կան, հատկապես նորերն են ի հայտ գալիս ի դեպ, որ ուզում են ազդել Հայաստանի երիտասարդության վրա, այսինքն նրանց մեջ ոչ թե արթնացնել, այլ ուժղացնել, զորացնել ազգային այդ մտորումները դեպի այդ հինը, անցյալը, պատմությունը, մեր ազգայինը եւ այլն։ Ուզում են կտրել աժմեական իրականությունից ու ոգևորել նորից անցյալով, իբր թե այդ վրեժով, չգիտեմ, ինչ որ արել են 70 տարի շարունակ, ինչ որ արել են հետո պլյուս 30 տարի, այսինքն 100 տարի շարունակ եւ ուզում են շարունակել հիմա։ Ամբողջ աշխարհն էլ հասկացել է, որ Փաշինյանը վերջ դրեց սրանց քաղաքականությանը ու մեր շարժումը դեպի Եվրոպա փաստորեն զրկում է սրանց այդ միջոցներից եւ զրկում է ներկայությունից, փաստորեն ներկայությունից Հարավային Կովկասում։ Ինչի են ձգտում այս ընդդիմադիր կոչվածները։ Սրանք ձգտում են նույնպես խափանել Տրամպի ճանապարհը եւ ոգևորում են ժողովրդին այդ մետաքսի ճանապարհով, որը պիտի կապի Չինաստանը Եվրոպայի հետ, այդ թուրքախոս ժողովուրդների ոնց որ միջոցով, երկրների ավելի ճիշտ միջոցով կապել, դրանով պահում են եւ միջինասիական երկրները իրանց ազդեցության տակ եւ Եվրոպային են կախման մեջ պահում իրենցից եւ միաժամանակ կարողանում են Հայաստանը մեկուսացնել, ամեն կերպ ձգտում են Հայաստանը մեկուսացնել, իսկ այս Տրամպի ճանապարհը հակառակ պրոցեսն է ստեղ տեղի ունենում ու միջինասիական երկրներն էլ են կապվում Եվրոպայի մնացած աշխարհամասերի հետ, Հայաստանն էլ է կապվում, Իրանն էլ է դուրս գալիս շրջափակումից ինչ որ միտեղ, սա այս ծրագիրը ձեռնատու չի Չինաստանին եւ Ռուսաստանին, ժողովուրդ ջան։ Հիմա տեսեք, ես մի բան եմ ասելու այսօր, որ
այս վերջերս եմ մտածել ու հասկացել, որ ոնց է բումերանգի օրենքը աշխատում։ Տեսակ, չէ՞։ Մեզ աշխատում էին փաստորեն պահել Հայաստանին, հիմա էլ են աշխատում վասալի կարգավիճակում, բայց իրանք էլ չհասկացան, իրանք էլ չնկատեցին, թե ոնց հենց իրենք հայտնվեցին վասալի կարգավիճակում, այսինքն Ռուսաստանը ղեկավարում է Չինաստանի կողմից, և դա նոր չի, ժողովուրդ ջան, որովհետև հենց այդ պատերազմը, որին գնաց այդ անուղեղ մետր ու կեսանոց հոգեկան հիվանդը Պուտինը, դա ինքնին նշանակում էր, որ և ոչ ոք չհամարձակվեց կանգնացնի նրան, դա նշանակում է, որ Չինաստանը ամբողջությամբ առել է և Վերնախավը, և Պուտինին, և չզարմանաք ժողովուրդ ջան, Ռուսաստանը։ Դրա համար աշխատեց բումերանգի օրենքը, նախ որ հիմա տեսեք, կոտորվում են հենց նույն անօթաչուներից, PV-ը չունեն, որ պաշտպանեն, նորմալ PV-ը չունեն, որ պաշտպանեն իրանց զինվորին, իրանց օբյեկտները, այդ նույնը կատարվում էր Ղարաբաղում և 44 օրյային մեր զինվորների հետ օդից խեղճացրեցին մեր տղաներին, ընդհանրապես մեր կռվողներին, մեր երկրին, օդից, հիմա իրանց նույն ձևով դատում ու պատժում են օդից և իրանք չեն կարողանում դրա դեմը առնել, ժողովուրդ ջան։ Ոստեղ կա մի մեծ հարցական, որ բոլորին է հետաքրքրում, Պուտինը կկանգնեցնի պատերազմը, թե չէ։ Իր ելույթում պարոն Պուտինը ամենացինիկ ձևով արտահայտվեց, գիտեք ինչ ասեց, որ կանգնեցնենք, ինչով ենք զբաղվելու։ Դուք պատկերացնում եք, ժողովուրդ ջան, պատերազմը, մարդասպանությունը, արյունահեղությունը սրանց համար դարձել է զբաղմունք։ Եվ իհարկե սրանց Հայաստանը մի ուրիշ կարգի է հետաքրքրում, որպեսզի մնան Հայաստանում ու փաստորեն մնան Անդրկովկասում, Հարավային Կովկասում ավելի ճիշտ, ժողովուրդ ջան, բայց Փաշինյանը չի ենթարկվում մյուսների նման, Փաշինյանը դիմադրում է, որովհետև այդ լկտին առաջարկում է, ստիպում է ավելի ճիշտ անել հանրաքվե և որոշել, ուզում է ժողովրդի կարծիքը իմանա, որովհետև Փաշինյանը ասել է, որ մենք արել ենք ստորագրահավաք և ժողովուրդը կողմ է, որ մենք գնանք դեպի Եվրոպա, մենք պաշտոնապես հայտ չենք ներկայացրել Եվրոխորհուրդ մտնելու, բայց մեր մոտ հաշվի առնելով ժողովրդի պահանջը, ժողովրդի ցանկությունը, մենք արել ենք ստորագրահավաք և հասկացել ենք, որ մեր ժողովուրդը ձգտում է դեպի Եվրոպա, դեպի Եվրամիություն։ Ժողովուրդ ջան, ստիպում է անել հանրաքվե, բայց Փաշինյանը պատասխանել է, որ մենք դեռ պաշտոնապես չենք դիմել, մենք հանրաքվեն կանենք այն ժամանակ, երբ որ պաշտոնապես կդիմենք Եվրոխորհրդին ու կգնա արդեն այդ ժամանակ նոր կանենք հանրաքվե։ Ժողովուրդ ջան, այս գիտեք սրանց պահելաձևը և մեր պատասխանները ինձ հիշեցնում է մի անեկդոտ։ Մեկը իր կնոջը ծեծում է, մի մարդ այն կողմից գալիս է, ասում է, այ մարդ, ասում է, ինչի ես ծեծում, ինչն է պատճառը, ասում է, ինչ պատճառներ կսպանեի։ Հիմա սրանցն է, սրանք պատճառներ են որոնում, սրանք ոնց որ ասած ժողովրդի լեզվով պիտի ասեմ, շառ են անում, որ կարողանան արդարացնել իրանց այս լկտի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, որ արգելափակում են մեր Հայաստանից գնացող մթերքները։ Իդեպ,
ասեմ ձեզ, որ ինչքան էլ պետությունը օգնում է, տիրություն է անում, շատերը նաև այդ անհատ ձեռնարկատերերից փորձում են իրենց ուժերով էլի ինչ-որ մի բան անել, բայց անդադ գնդակոծվում է այդ հարցը, որ օй տուժեցինք, ծնանկացանք, մեռանք, կոտորվեցինք եւ այլն եւ այլն, բայց ես տեսնում եմ, որ ավելի շատ աղմկում են այդ ռուսակոծերի, ռուսաստրուկների, ռուսի ծախված գործակալների լրատվական միջոցները, քան թե հենց իրենք ձեռնարկատերերը, բայց սրանց ցավը ինչու՞մն է, որ չկարողացան ձեռնարկատերերին հանել ոտի ինչ-որ մի շարժում սկսել, որ պետությունը ստիպված լիներ հետ քայլ անել, որովհետև բոլորն էլ հասկանում են, լինի ձեռնարկատեր, լինի գյուղացի, բոլորն էլ հասկանում են, որ սա միջոց է Հայաստանին նորից ստրկացնելու։ Իսկ իմ կարծիքով մեր ժողովրդի մեջ շատ չի, կա, բայց շատ չի այն մասսան գերակշռող չի, որը ուզում է լինել փնթի, խուժան, հարբեցող մարդասպան ռուսի ենթական ու ստրուկը։ Ժողովուրդ ջան, դա մեկ, որ իրանք ոչ մի բանով, ոչ մեկից առավել չեն կամ բարձր չեն, հələ մի բանը ցածր են ու ստոր են, որ փորձում են բոլորին ենթարկել իրենց։ Գիտեք ինչ, շատ վիրավորական է, շատ ցավալի է, երբ որ ինչ-որ մեկը, որ ոչ քո պատմությունը ունի, ոչ քո բարոյականությունը, քո երկրի, քո ժողովրդի ունի, փորձում է քեզ, քո ժողովրդի, քո երկիրը պահել իր ազդեցության տակ ստրուկի գաղութի կարգավիճակում։ Այդ դա է շատ ցավոտ ու վիրավորական։ Բայց տեսնում եք, կան մարդիկ, որոնք նույնիսկ տեղադրվեցին ազգային ժողովում ու նրանք իհարկե չեն պայքարելու, չեն աշխատելու Հայաստանի համար, նրանք աշխատելու են մատուշկա Ռոսիայի համար, որովհետև իրանք ամեն ինչով ռուս են, նրանց մեջ 1% անգամ հայ չկա, չի մնացել, չկա, չի եղել երևի, այն ժամանակվանից չկա, երբ որ նրանք Հայաստանը ամեն ձևով կախման մեջ գցեցին մի երկրից, որտեղ ոչ օրենք կա, ոչ բարոյականություն կա, ոչ միջազգային կարգ ու կանոն գոյություն չեն հարգում, ոչ մի բան, ոչ արտաքին քաղաքականություն, ոչ ներքին տնտեսական քաղաքականություն, ոչինչ գոյություն չունի, ամբողջը գտնվում է մի խումբ հանցագործների ձեռքին, որոնց մեծ մասը սանկցիաների տակ են, մյուսներն էլ ընդհանրապես հետախուզման մեջ։ Ժողովուրդ ջան, այն ժամանակի, որ դրանք մեզ դրեցին նմանօրինակ մի երկրի ենթակայության ազդեցության տակ, այդ ժամանակվանից իրանք արդեն հայ չէին, որովհետև հայը կմտածի Հայաստանի համար, ոչ թե մեկ ուրիշ երկրի համար, կամ միայն իր զավակների բարօրության մասին։ Տեսեք ժողովուրդ ջան, երեկ ես լսում էի, թե ինչեր ունի Պուտինը արտասահմանում, ինչեր ունի նրա սիրուհին, չգիտեմ, սիրուհին է, օրինական կինն է, իրանց գործն է, արտասահմանում, Կաբաևան, ինչեր ունեն մյուսները բոլորը, վիլլաներ, պալատներ, են էլ մի քանի հատ, տեսնում եք նմանությունը, այս գողապետների, Հայաստանի գողապետության ու նրանց գողապետության միջև, նույն օրենքներն է գործում, նույն սիստեմը, նույն կառուցվածքը, նույն սխեման, ժողովուրդ ջան, շատ ժամանակ դրանցից որևիցե մեկը որ խոսում է, քեզ թվում է, թե ռուս պրոպագանդիստ է խոսում կամ ռուս պաշտոնյա դումայից,
Այդքան նմանություն կա, ամեն կեղտոտ բան բերված է տեղից։ Ու հիմա էլ նորից ուզում են հաստատել, հետ բերել, կնքել, ստորագրել իրենցը, որտև իրենք դրան են սովոր, ժողովուրդ ջան, դրան են սովոր։ Բայց քանի որ մեր վարչապետը, մեր կառավարությունը, մեր ժողովուրդը դիմադրում են, դա դուր չի եկել Ռուսաստանին, ամեն կերպ փորձում է պայքարել ու խեղճացնել Հայաստանին, իբր թե որպեսի մեր ժողովուրդը, մեր կառավարությունը հետ քայլ անի։ Եվ դրանց այդ նպատակին օգնում են այս ռուսա, կներեք ժողովուրդ ջան, բայց այդ բառը իրանց համար է հատուկ ստեղծված, ես եմ ստեղծել ռուսա պոռնիկները օգնում են իրենց պոռնկատուն լրատվականներով ու իրենց այդ հարցազրույց կոչվածներով, իհարկե, որը ամոթա նույնիսկ հարցազրույց ասելը, անվանելը, ժողովուրդ ջան, ամբողջը սուտ, ամբողջը զրպարտություն ու չգիտեմ էլի նման լկտի ամբարոյական պահվածք ու կեցվածք։ Հիմա ինչ իրադրություն է Հայաստանում, ժողովուրդ ջան։ Տեսեք, մեր կառավարությունը առանց դրան էլ գտնվում է բավականին ծանր հոգսերի տակ, որովհետև Ռուսաստանի հետ հարցեր կան լուծելու, որովհետև մի երկու շան ծնունդ Հայաստանը դրել են այդ երկրի ազդեցության տակ գաղութի կարգավիճակով, ամեն ինչը կապել են նրանց հետ և հիմա մեր կառավարությունը իհարկե դանդաղ, զգուշավոր, բայց փորձում է այդ ամեն ինչը ազգայնացնել, հետ վերցնել, լուրջ նպատակներ կան, լուրջ խնդիրներ կան, իսկ սրանք պատրաստվում են գնալ ազգային ժողով և կախվել կառավարության ոտներից, հետ քաշել, որպեսզի թույլ չտան, որ Հայաստանը դառնա ինքնաբավ, որ Հայաստանը զարգանա, որ Հայաստանը գնա դեպի քաղաքակիրթ աշխարհ, ամրացնի իր պետականությունը, վերջի վերջո բանակը, պետությունը, ժողովրդի վիճակը, տնտեսությունը կարողանա տեղափոխել մեկ ուրիշ շուկաներ, որովհետև Հայաստանը չի զիջելու, բայց սրանք էլ չեն զիջելու։ Ցավոք սրտի դեռ կարող է այս ուբորնի երկիրը երկար չէ, բայց մի տարվա կյանք ունենա, իսկ այդ մի տարում նրանք կհասցնեն այ մեր ստեղը, ժողովուրդ ջան, իսկ այս լկտիները ազգային ժողով թափանցեցին, ներխուժեցին միմիայն մատուշկա Ռոսիայի իր ձերը կատարելու համար։ Հիմա ինչ եմ ուզում նորից հիշեցնել սրանց, պարոնայք ընդդիմադիր կոչվածներ, որ բոլորովին էլ ընդդիմադիր չեք, դուք ստրուկ եք, դուք ծախված եք, դուք գործակալներ եք մեկ ուրիշ երկրի, երրորդ երկրի գործակալներ եք, բայց հիմա լսեք ձեզ ինչ եմ ասում, երբ որ կովերի նախիրում ցուլը հայտնվում, հովիվը զգուշանալու համար, որ կովերը չհղիանա, կովերի հետույքը փակում է քեչայով, քեչայա կոչվում այդ կտորի նման, բայց ավելի ամուր մի բան է, քեչայով։ Ազգային ժողով գնալուց առաջ ձեզ 2 օր ժամանակ է մնացել,
կա, թե վաղն եք գնալու։ Մի խոսքով քիչ է մնացել։ Չմոռանաք ձեր հետույքները փակեք քեչաներով, որտեվ կարող է այնտեղ ձեր հետույքների հետ ինչ-որ բան պատահի։ Դուք հասցրել եք դրան, դուք արժանի եք դրան և շարունակելու եք վաստակել դա։ Դրա համար ես ձեզ հիշեցնում եմ, քեչաները չմոռանաք, հասկացաք։ Ժողովուրդ ջան, մենք իհարկե ականատես կլինենք, կտեսնենք, ինչ է կատարվում, բայց ես ուզում եմ զգուշացնել նաև մեր կառավարությանը։ Մի կարճ պահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը հրաժարական է տալիս, այսինքն այս կառավարությունը հրաժարական է տալիս, որպեսզի ձևավորվի նոր կառավարությունը։ Զգուշ եղեք, պարոնայք, որտեվ չգիտենք այս տականքների մտքում ինչ կա, որտեվ իրանք իրանց բերանով են ասում գաղտնի ծրագիր, չգիտեմ ինչեր ու ինչ-որ նման բաներ։ Ու ինձ ճիշտն ասած դուր չեկավ այդ Նարեկ Կարապետյան կոչված հանցագործի, ժողովուրդ ջան, չզարմանաք, դա գառան դիմակով գայլ է, կամ էշի դիմակով վագր, կամ գայլ, չէ, վագրը շատ մեծ պատիվ է իր համար, շակալ, էշի դիմակ հագած շակալ, ժողովուրդ ջան, դրա այդ հանգստությունը ինձ դուր չեկավ, որովհետև, որ ասեցին, կարող է պատահի ձեզ ձերբակալեն, հա ինչ ասма, թող ձերբակալեն, ստեղ կա երկու տարբերակ, կամ իրա համար շատ ավելի ձեռնատու է, դա քան թե գնալ Մոսկվա պատասխան տալը, կամ ինչ-որ մի բան կա սրանց մտքում, որից հարկավոր է զգուշանալ։ Պարոնայք, կառավարության անդամներ, ազգային անվտանգություն, ուժայիններ, զգաստ, ուշադիր։ Լավ, ժողովուրդ ջան, կարծես թե ինչ-որ կար մտքումս ասեցի, ճիշտ է, մենք դուրս ենք եկել թունելից, արդեն գիտենք մեր անելիքը, գիտենք ուր ենք գնում, ոնց ենք գնում, բայց ամեն դեպքում ի նկատի ունեցեք կայծակ կարա լինի անձրև, կարա լինի ուժեղ արև, պիտի դիմանանք, պիտի հաղթահարենք, մինչև հասնենք այն տեղը, որտեղ այլևս վտանգ չկա, որտեղ այդ ամենը չկա, ժողովուրդ ջան, կամ եթե կա էլ նույնիսկ այն ձևով չի, որ կարողանա մեզ վնասել, ժողովուրդ ջան, մենք պիտի դիմանանք, մենք պիտի պայքարենք, մեր այժմեական կառավարությունը, մեր վարչապետը հզոր են, նրանք երբեք հետ քայլ չեն անի, գիտեք ոնց է դրված հիմա մեր խնդիրը, կամ մահ, կամ ազատություն, բայց մենք մահ չենք ուզում, մենք ապրել ենք ուզում, եթե մենք մահ ուզենայինք, մենք մեր թշնամու հետ չէինք խաղաղվի, չէինք համակերպվի, հաշտության պայմանագիր չէինք կնքի, հակառակը կանեինք, ժողովուրդ ջան, բայց մենք այդ ամեն ինչը արեցինք, որովհետև մենք ապրել ենք ուզում, այլևս մեզանից զոհեր չեն լինելու, այլևս մենք լացող մայրեր չեն լինելու, որբացած երեխաներ չեն լինելու, ինչ որ ունենք հերիքա։ Մենք
պահել ենք մերը, մենք պահել ենք Հայաստանը, մենք պահել ենք մեր այս մի կտոր թանկ հողը ու պիտի շարունակենք պահել, ժողովուրդ ջան, պիտի շարունակենք պահել, ընդհանրապես ուշադրություն մի դարձրեք, ոչ դրանց ստերին, ոչ դրանց այդ լկտի պահվածքին, թքած ունեցեք բոլորի վրա, ժողովուրդ ջան, լսեք միայն պաշտոնական հաղորդագրություններ, լսեք միայն պաշտոնական ալիքներին ու հենվեք հիմնականում այդ նորությունների, այդ լուրերի վրա, որովհետև մնացածը ձեզ խաբում են, ինչպես որ խաբում են նաև ռուս ժողովրդին հենց հիմա, այս պահին, լրիվ հակառակը ներկայացնելով իրավիճակը, մեր մոտ էլ նույն բանն է կատարվում, լրիվ հակառակն են ներկայացնում իրավիճակը դավաճանները իրանց լրատվական կոչված պոռ նկատներով, բայց Ռուսաստանում լավն են ներկայացնում ամեն ինչ լավ, իսկ սրանք հակառակը մսխում են այդ լավը, աշխատում են այդ լավը ինչ-որ արժեքազրկել, ժողովուրդ ջան, սրանք էլ դրա վրա են աշխատում, բայց իզուր թող չտանջեն իրանց սրտով չի լինելու, ժողովուրդ ջան, մեր կառավարությունը աշխատում է ու մենք հասնելու ենք մեր ուզածին, միայն թե լինի խաղաղություն, ու մի բան էլ կա, որ այս ինձ մի քիչ անհանգստացրեց Ուկրաինա-Իրան կոնֆլիկտը, չի ուզենա, որ դա զարգանար, որովհետև Հայաստանը մեջտեղում է ու չի ուզենա մեր գլխի վերևով հրթիռներ դառնան հետո առաջ, բայց ցավոք սրտի մեր ձեռքը չի ու տեսնենք ինչ տեղի կունենա, բայց որ Ուկրաինան առնետին մցրել է անկյուն ու ծեծում է անընդհատ, այդ այնքան տեսանելի է, ժողովուրդ ջան, բայց քանի որ առնետը փորձում է նորից հարձակվել, պետք է մի ծանր բանով տալ գլխին ու տեղում թողել, ու իմ կարծիքով շուտով կգան այդ եզրակացության, շատ երկրներ կգան այդ եզրակացության ու կմիացնեն իրանց ուժերը, իսկ որ մոբիլիզացիա լինելու է համատարած, որ առնետը փորձում է հարձակվել իր այդ անկյունից, եւս մեկ հարձակում ու իրան թվում է թե դուրս կգա, բայց այս անգամ ես ձեզ ասում եմ, ծանր քար է իջնելու գլխին, բայց ցավոք սրտի մեր հայրենակիցները ձուլվել, լղոզվել են այդ երկրին ու չեն ուզում դուրս գալ, ու չեն ուզում պոկվել, չեն ուզում փրկվել, ժողովուրդ ջան, Արմեն Ջիբուխչյանն էլ միացավ իմ կոչին, իդեպ, նա էլ կոչ արեց, որ դուրս եկեք այդ տարածքից, իսկ ես արդեն համարյա թե մի տարի է, ասում եմ ժողովուրդ ջան, որ վտանգ կա, դուրս եկեք այդ տարածքից, ես տենց էլ գիտեի, որ Պուտինը չի կանգնելու, որովհետև Պուտինը չի որոշողը Սինձենպինն է, իհարկե ուկրաինական լրատվականները ասում են, որ Սինձենպինը ասել է, այդ Ղազախստանի պրեզիդենտն էլ Տոկաևը ասեց կանգնի, ես չեմ հավատում, կարող է առերևույթ սենց երևացող, չնայած չկա ոչ մի տենց ինչ-որ նյութական ինչ-որ ապացույց, որ Սինձենպինը ասում է կանգնի, կանգնացրու SVO-ն, բայց կարող է ինչ-որ ձևեր է թափում, թե ուզում է կանգնացնի SVO-ն, բայց չկա տենց բան, ժողովուրդ ջան, Չինաստանին շատ ձեռնատու է, որ Ռուսաստանը սատկի, իհարկե այն
ինքը այդ դեպքում կգրավի ամբողջ տարածքը։ Ժողովուրդը դուրս է եկել այս առնետի դեմ Բունկերյան։ Եթե սրա այս մոբիլիզացիան էլ իրան չարդարացրեց ժողովուրդ ջան, սա փախնելու է, անհայտանալու է ուղղակի։ Բայց կա մի վտանգ, որ սրան փոխարինի Մեդվեդևը։ Դա իսկական փորձանք կլինի մարդկության համար։ Ու այդ ժամանակ իսկապես կծածկեն այդ ու բորնին բաց երկնքի տակ հողով, եթե նա շարունակի, բայց կարող է և չշարունակի, բայց Պուտինը իր բերանով չի հայտարարի, որ կանգնեցնում ենք SVO-ն։ Մնում է ևս մի բան, հանկարծ իր այդ առեշնիկը չօգտագործի Կիևի վրա, որովհետև սա նպատակ է դրել, որ Բանկովին պիտի վերացնի ու կենտրոնը Կիևի, որտեղ գտնվում են կառավարական տները ու տեղ այդ գլխավոր շտաբը, ուզում է ինչ-որ մի բան արած լինի, ժողովուրդ ջան, սենց թե նենց, ինչ-որ մի օր, դա երկար չի տևի իհարկե, փոփոխություն լինելու է, կանգնելու է այդ պատերազմը, բայց ոչ մի գարանտիա չկա, որ դրանից հետո մեկ ուրիշ ուղղությամբ չի շարունակվելու, որովհետև Առնետը Բունկերյան պարզ ասեց, բա որ դադարեցնենք, ինչով ենք զբաղվելու, ժողովուրդ ջան, որովհետև ինքնուրույն իրենք չեն կարող վերականգնել իրանց տնտեսությունը, բացի դա, ով էլ որ կենթանի մնացածը լինդեղից հետ գալու է կատաղած, գազազած, ու ինչ են անելու այդ մարդկանց հետ, ու բացի դա տնտեսությունը ոնց են վերականգնելու, եթե սանկցիաները չանեն, սանկցիաները կհանեն միայն մի դեպքում, եթե սա հիմա համաձայնության գա Ամերիկայի հետ նորմալ պայմաններով, իհարկե ոչ թե իրանց այդ վայրենի պայմաններով, զավթողական նորմալ պայմաններով, խաղաղության պայմանագիր կնքի Ուկրաինայի հետ, այդ դեպքում իրան կօգնեն, որ վերականգնի տնտեսությունը, իհարկե, եթե ինքը կատարի իր խոստումները, որը տվել է Տրամպին, պիտի կատարի, այդ դեպքում Ամերիկան կօգնի, որ սանկցիաները հանեն, վերականգնեն այդ տնտեսությունը, բայց ստեղ կլինեն ինչ-որ փոփոխություններ, իհարկե, Ամերիկան պայքարում է, որ Չինաստանը չհզորանա, Չինաստանը, Իրանը չհզորանան Ռուսաստանի հաշվին, ժողովուրդ ջան, չհզորանան, դրա համար նրանք չեն ուզում միանգամից ամեն ինչը այդ անել, միանգամից, հենց Ամերիկան, որովհետև կա վտանգ, որ Չինաստանը կգա մինչև Ուրալ, իսկ դա Չինաստանի համար քիչ բան չի։ Տեսնենք ոնց կզարգանան իրադրությունը, բայց ամեն դեպքում չի զարգանալու Ռուսաստանի օգտին, ժողովուրդ ջան, ու ես ուղղակի էլի եմ ասում, զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ունեն հայի ազգանուն, բայց կարողանում են ասել, մենք ապագա ունենք միայն Ռուսաստանի հետ, միայն Ռուսաստանի կազմում, որ Ռուսաստանի պարոնայք, այն որ արդեն չկա, թե չեք ուզում հավատաք, որ չկա, մի քիչ էլ համբերեք ու կհավատաք,
բայց մինչև դա դառը հիասթափություն է սպասվում ձեզ։ Բոլոր նրանց, ովքեր եկան այնտեղից, քվեարկեցին մատնիչների, ռուսական գործակալների օգտին ու փախան։ Դառը հիասթափություն է սպասվում ձեզ, պարոնայք։ Լավ, ժողովուրդ ջան, կարծես թե ասեցի, եթե մի որոց բան ունենամ ավելացնելու, ասելու, իհարկե ես Facebook-ով կասեմ, իսկ մինչև հաջորդ YouTube-յան լայվը շատ բան կլինի ասելու, որտես կազմվում է նոր կառավարություն, սկսվում է աշխատանքը, ու ես պատկերացնում եմ, ինչ բում է լինելու։ Լավ, ժողովուրդ ջան, Աստված մեզ օգնական բոլորիս, անփորձանք լինենք, խաղաղություն լինի, դա է կարևորը։ Թե չէ սրանք գնալի են, սրանք ոչ մեկի պետք չեն ու ոչ մեկ իրանց չի հրավիրել, ոչ մեկ իրանցից օգնություն չի խնդրել, անկոչ հյուր են, որ պետք է դառը հիասթափություն ապրեն ու կամ երկար ժամանակով գնան ճաղերի հետև բոլորը հանցանք ունեն գործած կամ ուղղակի վերադառնան այնտեղ, որտեղից եկել են։ Ժողովուրդ ջան, այսօր այսքանը, բարին ընդ ձեզ, ժողովուրդ ջան, կհանդիպենք։